Մեր փրկին Տեր Հիսուս Քրիստոսի անով գողջունեմ ցեզ բոլորդ, այս արավոտ եկած եք Տերոջ դունը զինք բաշտելու եւ իր խոսքով սնանելու։ Կշնորհավորեմ բոլոր մայրերը, անոնք որոնք մեր մեջ են այս արավոտ եւ անոնք որոնք կբացակային, նաեւ բոլոր անոնք որոնք համացանցի վրա մեզ գեհդեվին։ Դերը շնորհե եւ իմ մաղթանքս է, որ մեր մայրերը ըլլան օրինակը իրենց զավակներուն, հարսերուն եւ թորներուն, որբեսի զանոնք առաջնորդեն Աստծո ջամփում մեջ եւ Աստծո խոսքով աջին մեծնան եւ դերոջ համար փառք ու բադիվ բերեն։ Նաեւ հիշադակը օրհնյալը լա։ Մեզ մեկնած մեր սիրելի մայրերը, որոնք այսօր մեզի հետ չեն, դերը իրենց հիշադակը մեր մեջ զորացնե եւ անոնց մեզի սորվեցուցած ճշմարտություններով մենք հալ շարունակենք ապրել։ Հոդնգայս պիտի երգենք 640-րդ երգը։ Ուրախ սրտով կբաշտենք քեզ, փառած Աստված սիրո դեր։ Մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 28-ը ընտանեկան կյանք։ Արաքինի գինը ով կրնա գտնել, անոր կինը քոհարներեն շատ ավելի է, անոր էրգանը սիրտը անոր վրա վստահ է, ու ավարի գարոտ չլար, անիգա իր կյանքին բոլոր օրերուն մեջ անոր փարիք կբերե ու ոչ թե չարիք։ Փուրդ ու կտան կպնդրե, ու անածն ձեր կողը կգործե, անիգա վաճարականի նավերուն կնմանի, իր հացը հերուն եղերվերը։ Անիգա կիշերով գելլե ու անոր մարդոցը գերագուր իր աղախիններուն բաժին գուդա, արդիմը վրա գխորի ու զանիգա ձախու գարնե և իր ցերքերուն բդուղեն այքի գդնգե։ Իր վաստաշին անոր ջրակը կիշերը չի մարի, իր ձերքը իրին գերգծնե, ու աղողը ռոկը գվրնե, ձերքը աղկանի գվանա, ու ձերքերը կարողներուն գերգծնե,
իր դանը մարդոցը համար ծույնեն չվախնար, քանզի բոլոր ընտանիքը գրգին հանդերձ հակած են, իրեն ծածկոցներ գշնե, իր հանդերձը փեհեզ ու ձիրանի է։ Իր փերանը իմաստությամբ կփանա եւ իր լեզվին վրա քաղցրություն օրենք կա, իր դանը ջամփաները գքնե եւ ձլության հացը չուդեր։ Անոր դվակը դերեն զանիրա երաների դամբանեն, անոր հայնա զանիրա կկոպե սսերով, շատ ամասչիներ հարակին եղան, այս տուն ամենեն կերազանց եղան։ Վայելչությունը սուդ է, ու քեղեցկությունը ունայն է, սակայն դերոճմե վախծող գինը բիդի քովվի։ Դվեք անոր իր ցերքին բդուղեն, ու անոր կործերը թրներու մեջ թողեն զանիգա։ Դերը օրդներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աոտկով դերոճկահում մոտեցնե։ Մեր բաշտելի երկնավոր հայրը գխոնարին կումբեծապարության դարչև եկած ենք դեր քեզ բաշտելու, քեզ հետ հաղորդակցելու, մեծարելու քու սուրբ անունդ եւ դեր քու խոսքդ լսելու։ Շնորհակալ ենք դեր այս արիթին համար, որ դարձյալ մեզի շնորհեցիր, այո դեր շատ դեղեր գրնային գտնվել այս պահուս, բայց նախընտրեցինք քու ներկայության մեջ գալ, քեզմով ուրախանալ, խոսքովդ մխիթարվել, զորանալ եւ մեր հավատքը ամբրաբնթել, գառուցել քու խոսքիդ վրա։ Շնորհակալ ենք դեր փառք ու դանք, որ Տեր Հիսուսով մեր երկնավոր հայրը եղար, մեզի պես անարժաններուն խղճացիր, քթացիր եւ քու որդուդ մեր սիրելի փրկին միջոցով մեզի կյանք շնորհելով դեր փառքի մեջ նստեցուցիր։ Փառք ու դանք դեր, այո, մենք գաբրինք հոս այս չարաշխարի մեջ, բայց քեզմով ենք, Տեր Հիսուսով գաբրինք, անոր մեջ կգտնվենք, շնորհակալ ենք դեր, որ Տեր Հիսուս որդուն քու մարմինիդ անդամները եղանք, քու եկեղեցիդ հավատացյալները, քեզ կբաշտեն, քեզ կհետևին, ամեն լեզվի աշխարհի բոլոր կողմերը դեր քեզ կմեծարեն եւ որոշած են քեզ հետ քալել։ Մենք ալ դեր անոցմե մի փոքր մաս մի եկած ենք այս հարավոտ, այս տաճարի մեջ քեզ բաշտելու, մեծարելու։ Տեր Հիսուս կաղոթենք, որ ներկայությամբ օրհնես, թփչիս յուրաքանչյուրիս եւ դեր նոր ճշմարտություններ սորվեցնես, մեր փափակնալ այս է, անոր համար կհավաքվենք, որբեսի դեր նոր ճշմարտություններ սորվենք եւ դեր բդղափեր կյանքեր ապրելով քեզի փառք բերող զավակները լանք։ Մանավանդ դեր փառք ու դանք այս հիշադակելի օրվան համար կհիշենք մեր սիրելի մայրերը, որոնք գաբրին, մեր մեծ մայրերը, շնորհակալ ենք իրենց կյանքին համար, քո օրհնությունը թանկ չի բոլորին վրա եւ դեր առողջ պահես իրենք եւ մանավանդ փառք ու դանք մեզ մեկնող սիրելի մայրերու, մեծ մայրերու, որոնք դեր օրինագելի էին մեզի, շնորհակալ ենք իրենց կյանքին համար, օգնե որ մենք ալ նույն շավիղներն հետևենք եւ դեր այսպեսով օրմը բոլորս միասին քեզի հետ լալով անաբագանացու մարմիններով հավիդյան քեզ բաշտենք եւ այդ դեր անբատմելի ուրախությունը վայելենք։ Այո դեր փառք ու դանք այս հույսին համար ամբրաբնթես մեր հույսը օրեօր մեր հավատքը եւ այսպեսով գարենակ յանքի դժվարությունները թիմակրավել եւ հաղթական դուրս գալ։ Հիշե դեր մեր բոլոր հիվանդները, բժշկես զանոնք, որոնք անգոյնի գծարայեն, իրենց անուններով գճանչնասով դեր բոլորին այցելես եւ գադարյալ բժում դաս։ Այո դեր Թուն քու խոսքդ ունիս եւ թուն ամեն բան գիտես, ամեն բանի կարող ես, գահավատանք, որ թուն ինչպես որ գադարյալ փրկիչ ես, նաեւ գադարյալ բժիշկ ես։
ցերկերուտ կանցնենք մեր բոլոր սիրելիները, որոնք հիվանդ են։ Հիշեդեր պատերազմի երկիրները, հոն գտնվող կուզավակներդ, զորացնես բոլորին եւ քու խոսքդ ով դեր այդ դժվար վայրերու մեջ դարածվի եւ այսպեսով շատեր քեզի դառնան։ Մեր հայրենիքն ալ ցերկերուտ կանցնենք դեր ողորմիս իմաստությամբ օժդես, որբեսի դերանուք շիդակ քաղաքարներ առնեն, գրոնական, քաղաքական ղեկավարներուն դեր անոց սրդերուն մեջ սերտնես համերաշխությամբ կորձեն, ծարայեն դեր մեր ժողովրդին բարօրության համար։ Այս բոլորը անվանդ փառքին համար կխնդրենք անարժանապար։ Ամեն։ Ամեն։ Մեր հաջորդ երգը բիդելա 661-րդ երգը։ Աստված օրհնե այն գունը, երնից լույսով փայլում, ուր որ ամեն մանգում կա, թեմքով զվարթ սիրուն, Աստված օրհնե բարի մայր և հայրը սիրելի, Դեր պաշտպանե այն դուրը և չարկանե անդին, ավաղ թշպախտան, ուր դերն է մորցված, ուր Հիսուսի անունը երբեք չէ հարկված, ավաղ թշպախտան, քան վիշտերով դխում, ուր ոչ արմարս կես կա, և ոչ անգերակում, Աստված օրհնե այն դունը, ուր ինքը պաշտվի, և ուր աղոտ ամեն օր գելենը մանգունգի, Աստված օրհնե մեր դունը, այս հարդն և մեր բնակարանը ընե երկնից նման։ Ամեն։ Մեր հաջորդ երգը բիդելա 441-րդ երգը։ Ուր մնաց արդյոք այսօր որդին իմ սիրական։ Ուր մնաց արդյոք այսօր որդյակն իմ սիրական, ինքներ գենացս հույս բոլոր սիրույս ալար արգան, ուր է որդյակս այսօր, ուր է որդյակս մոլոր, սիրծե
զինք մորնալ չեմ գրնար, ուր է որդյակս այսօր, ինձ նորեն դրվեր որդյակ, դեսնել կութեմ սիրուն, որուն ժբիդը անուշակ, գներ զվարդ մեր դուն, ուր է որդյակս այսօր, ուր է որդյակս մոլոր, սիրծե գոդրած, զինք մորնալ չեմ գրնար, ուր է որդյակս այսօր, փնտրեցեք հոգվույս ադոր, իր մորը նազելին, զիսիրտ սկանցկա ըսել անոր, գսիրեմ քեզ դգավին, ուր է որդյակս այսօր, ուր է որդյակս մոլոր, սիրծե գոդրած, զինք մորնալ չեմ գրնար, ուր է որդյակս այսօր։ Մեր վերջին երգը բիդելլա 840-րդ երգը, սիրելի մայրս երբ գաղութեր, գիտեմ Աստված հոն ներկա էր։ Սիրելի մայրս երբ գաղութեր, գիտեմ Աստված հոն ներկա էր, ինչ օրհնյալ և սուրբ այր մերան, երբ նա իմ փայլ իր թեմքին վրան, սիրելի երբ գաղութեր, հոգույն հանգիստ հոնգը գտներ, սիրտը փրչին վրա հաստատված, երբ գաղութեր, հոներ Աստված, մայրս աղոթքով երբ ծունգի քար, գսկայի թե Աստված մգար, գիտեի զիս գսիրեր նա, անցնվելով վերեն ծնա, սիրելի մայրս երբ գաղութեր, հոգույս հանգիստ հոնգը գտներ, սիրտը փրչին վրա հաստատված, երբ գաղութեր, հոներ Աստված, շատ դարիներ եկան անցան, այդ չեմ գրնար մորնալ մեկ բան, ինչ օրհնյալ ժամ սիրելով զին,
շերնիմ, բայց ոչ այսքան մինչև մեռնիմ, մոր սաղոտքին արդյունքն այս է, իր Աստվածը հիմա իմ սիրելի մարս երկաղոթեր, հոգույն անքիս հոնգը գտներ, սիրտը փրկին վրա հաստատված երկաղոթեր, հոներ Աստված։ Մեր բոլոր մայրերուն հիշադակը օրհնյալը դերը զորացնես իրենք, այո այս երկերը դարին մեկ անգամ հազիվ երկենք, բայց շատ հաճախ երկելու ենք, որբեսի մեր մայրերը ամեն անգամ որ երկենք բադվվին։ Գսիրեմ քեզ մայր, գսիրեմ սրտանց ու սերս խորնե, դակ և կերազան, տուն մավանքնով, գակ Մայր սիրտս հիմա քեզ մոգը բարձի ու ցուցիր ինձ մայր ձունգի կալ քեզ հետ սիրել դեր Հիսուս Եվ քիրքն արպավել, սիրել երկսուն, երկը պեղում, երտանալ նեցում, դարաբել մարդում, Այնքան նման ես մայրան աստուծուն, որս տեղծած է քեզ իրեն անկուն, ահա թե ինչու մայր գսիրեմ քեզ ու գսիրեմ զայն հոգվով սիրա քեզ ահա թե ինչու մայր գսիրեմ քեզ ու գսիրեմ զայն հոգվով սիրա քեզ
Շնորհակալ ենք Լևոն եղբայր, Մարիթա քույր, ուզեմ ես ալ շնորհավորել բոլոր մայրերը, մեծ մայրերը, նաև անոնք, որոնք մեզ գտիդեն, սիրելի մայրեր, մեծ մայրեր, համացանցի միջոցով, դերոջ օրհնությունը հանգչի բոլորիդ վրա, առողջ մնաք եւ ամենակետ Աստված ցերաղոտները պատասխանե։ Աստծո խոսքեն հատվածը պիտի գարտամ, որ գտնվի Ղուկասու 7-րդ գլուխին, ուրեմն 11-ին 16-րդ համարներն են։ Ղուկաս 7-ը 11-ին 16։ Ու եղավ, որ հետևյալ օրը քաղաք մը գերտար, որուն անունը Նային էր, եւ անորետ գերտային իր աշակերտներեն շատերը ու մեծ բազմություն։ Ու երբ քաղաքին դրանը մոտեցավ, ահա մերելը դուրս կհանեին, իր մորը մեկ հատիկ դղան եւ անիգա որբևարի էր, ու քաղաքին շատ ժողովուրդը անոր հետ էր։ Եվ դերը զանիգա տեսնելով խղճաց անոր վրա ու սավ անոր միլար, եւ մոտենալով թակարին տվավ, ու դանողները գանք արին, եւ սավ, ով բադանի, քեզի գսեմ, ելիր, ու մերելը ելավ նստավ ու սկսավ խոսիլ, ու դվավ զանիգա իր մորը, եւ ամենալ վախով բեռնավոր բռնվեցան ու զասված կփարավորեին, ըսելով, թե մեծ մարգարեմը ելեր է մեր մեջ, եւ թե Աստված իր ժողովրդին այցելություն ըրավ։ Մեր նյութը բիդալլա գարտացված հատվածին լույսի դակ, մայրը, որ կդավ իր մխիթարությունը։ Ընդհանրապես, երբ մայրերու մասին կխոսվի, մորմը թրական հատկությունները լսելու սովորությունը ունեցած ենք։ Բնական է, առաքինություններով օժտված է, աստվածաբաշտ է, աղոթասեր է, ծառայասեր է, եւ այլն, եւ այլն։ Այսօր գուզեմ դարբեր մոտեցում ունենալ։ Մայրը ընտրած եմ, որ նաև որբևարի է եւ դժվար բարակայի մեջ կգտնվեր, ինչպես կարդացինք։ Եվ այդ վիճակի մեջ դերոջը գադարած գործը եւ մանավանդ խոսքերը վեր պիտի առնենք եւ հոգեվոր թասեր պիտի քաղենք բոլորիս համար։ Այրեր գամացանին անշուշտ, մորմը մասին պիտի խոսին, սակայն բոլորս պիտի օրհնվենք։ Առաջին գետը զոր կտեսնենք այս դեպքի մեջ, մայրը, որ խիստ դարաբանքի մեջ էր, անոր ներքին աշխարհը հոգին դխուր էր, ոչ միայն որբևարի էր, այլ նաև մայրը, որ իր մեկ հատիկ որդին զավակը գործունցած էր։ Մեկ հատիկ դղան գործունցնել, գնշանագե ամեն բան գործունցնել, սեր, գարեկցություն, հոգադարություն, օժանդակություն, աբակա, որբևարիմը մեկ հատիկ դղան երբ կգործունցնե, ալ իրեն համար մարդ կորեն, գյանքը իմաստ պիտի չունենա։ Եվ այս վիճակը հեշտ չէ, թյուրին չէ երբեք։ Այս առնչությամբ ինչ է մեր տասը զոր սորվելու ենք եւ լավ ըմբռնելու ճշմարտությունը մանավանդ որպես այրեր։ Մայրությունը միշտ գաբ ունեցած է եւ ունի խոր ցավի, սակայն նաեւ խոր սիրո հետ։ Չեմ գիտեր, թերևս լսած եք տուգալ այդ առասպել պատմությունը, երդասարտը, որ նշանված է, իր սիրահարը գսե, եթե զիս գսիրես, պետք է մորդ սիրտը առնես եւ ինձի բերես, անգե պիտի հետևցնեմ, որ զիս գսիրես։
Եվ այս հիմար երդասարտը գերտա մորը սիրտը բռնած կվազե ջամփան իր սիրահարին պիտի բերե, ոտքը քարի գախվելով գինա եւ սիրտը ցերքենալ գինա, բայց ցայ մգլսե սիրտեն դրաս ոտքը ցավեցավ եւ այս հիմար երդասարտը գանտրատարնա իր ռածին։ Հիմա Աստված այնպես ստեղծած է, որ այրը սերմը դա եւ գինը իր որովայնի մեջ 9 ամիսներ ամեն բան իր մեդալով գազմե փոքրիկը եւ սնուցանը զայն ու աշխարհ բերե։ Գինը մայրը ամեն բան գուտա իր զավգին երբ փոքրիկը դագավին մորը որովայնի մեջ է։ Մայրը այդ զորավոր գաբը գշարունակե իր զավգին հետ աշխարհ քալեն ետ գնալ։ Իսկ այրը ինչ կնե, այրը բադվերներ գուտա, չէ, բադվերներ դվող է այրը, գնիկ դղուտ գաթը մի մորնար, գնիկ դղուտ շորիկը փոխելու մի մորնար, գնիկ այս, գնիկ այդ, չէ, այրեր, չեմ ուզեր այրերը սրտողեցնել, նպատակ չունիմ և ուրախ եմ, որ խելոք նստած մդիկ գնեն, որտև գհամացայնին հետս, որով այրեր այդպես են, միայն բադվերներ գուտան, հրահակներ գարցակ են, գարցեք թե գիները դմբո են, իրենք ավելի խելացի են, ուստի բադվերներ պետք է դա այրը, և գիննալ հնազանթի։ Մայրեր կնահատվելու արժանի են և այրեր իրենց աչքին փիփին պես նայելու են։ Երկրորդ կետը զոր կտեսնենք 10-րդ համարի մեջ և դերը դեսավ զանիգա։ Ավետարանիչը թեփքը նկարագրելով գսե դերը զանիգա դեսնելով խղճած։ Հունարեն բնակիրի մեջ գսե Էսպլախնիստե կնշանակե աղիքները շարժեցան։ Պողոս Սարաքյալ ևս նույն բառը կգործած է Փիլիմոնի նամակին մեջ, որ ուղղված էր անոր Փիլիմոնի Վոնեսիմոսի համար եւ գսե ընդունե զանիգա, որ իմ աղիքս է։ Առաջին գլուխ 13-րդ համար։ Իսկ 20-րդ համարի մեջ ալ գսե հանգչեցուր իմ աղիքս Քրիստոսով։ Եթե թույլ գուտակ, որ կործած եմ պարմը, որ բոլորիս ծանոթ է, ավելի լավ պիտի հասկանանք։ Այդ պարը ջիգերս պարն է։ Պողոս Սարաքյալ գսե Վոնեսիմոսի համար, գսե սիրելի եղբայրս Փիլիմոն, Վոնեսիմոս իմ գաբանքներուս մեջ ծնավ, իմ ջիգերս է, ընդունե զայն, կարդացեք Փիլիմոնի նամակը, մեկ գլուխ է։ Դեր Հիսուս այս մոր հավատքի մասին չխոսեցավ, ոչ ալ անոր առաքինությունները հիշելով քովեց զայն, սակայն ըզգաց անոր ցավը եւ այս է էական, այս է։ Ինչ պիտենեմ, զիս գքովես եւ շարունակ միան գքովես, սակայն ցավս չես զգալ։ Ինչ պիտենեմ քովասանքը։ Աստված ուրեմն դեսավ այս ցավը։ Եվ հոգևոր տասը բոլորիս համար հետևյալն է։ Աստված անդարբեր չէ։ Ոչ թե գիտե քու ցավդ, այլ գզգա քու ցավդ։ Ան գտեսնե մայրը, որ գողնի, գմդահոգվի իր զավգին համար, գաղոթե իր զավգին համար, լավակույնը գնե իր զավգին համար, քիշերները քունը գփախցնե, երբ հիվանդանա, հիվանդանոց երթագան դամ մեջ, ով գհսկե զավգին վրա, հայրը, հայրը բադվերներ գուտա, մայրը գհսկե։ Եվ այս գիտակցությունը, որ դերը գտեսնե եւ գարեգից կդառնա մեզի,
մեր հոգիները գխաղեցնե։ Մենք հաճախ նեղություններու մեջ գխորինք թե առանցինենք, սակայն այդպես չէ, դերը գտեսնե ու գխղճա։ Միգուցե մեր շուրջը գտնվող մարդիկ, բարեկամներ, ազգականներ, հարազատներ մեր դժվարությունը չուզեն տեսնել, չուզեն լսել, մեր ցավին գարեգից դառնալ, ինչպես որ գարկ մարդիկ խուլ գցեվացնեն, չեն ուզեր լսել քու ցավդ, տեսնել քու վիճակդ, որևէ մարդու վրա հույսդ մի թներ, ամոթով պիտի մնաս, դերոջը հուսա, անքեզ ամոթով չծկեր։ Այս որբևարի մայրը ոչ Հիսուսի քնած, ոչ աղաչեց, որ դերը միջամտե եւ իր մեկ հատիկ տղան հարուցանե, ողջունցնե, սակայն դերը տեսավ ու խղճաց։ Այս է մեր դերը զոր գբաշտենք։ Մարդիկ չեն տեսներ, չեն ուզեր տեսնել, հոգմիներ, դերը գտեսնե։ Երրորդ ճշմարտություն միլար ըսավ դերը։ Տեր Հիսուս այս մորլացը տեսնելով աղիքները շարժեցան, խղճաց եւ ըսավ միլար։ Տեր Հիսուս այս մորլացը տեսնելով միլար ըսավ։ Եվ այս խոսքերը մխիթարություն եւ հույսի խոսքեր են։ Միլար խոսքը ցավի արգելք չէ։ Միլար խոսքը չի նշանակեր, որ այլևս կյանքիդ մեջ ոչ մեկ ցավ միտունենաս։ Հապա խոստում է, որ ցավը վերջը չէ, վերջը լավ է, փառավոր է։ Հոգևոր դասը զոր գքաղենք հետևյալն է։ Նաև ըստ ողջամիտ վարդապետության մեր երկրավոր ճամփորդության ընթացքին հավատքը մեր արդյունքները մեկ անգամ եւ ընդմիշտ չի չորցներ։ Հաբա մեզի հույս կուտա, որ միլար ըսողը հարուցյալ Քրիստոս է, որ մեզալ պիտի հարուցանե, որբեսի ըլլանք հոն, ուր որ ես եմ ըսավ Հիսուս։ Միլար ըսողը մահվան հաղթեց։ Անոր համար առաքյալները, Բողոս առաքյալ գսե իր զանազան նեղություններ ու դժվարություններ մեջ գսե մեր գրած նեղությունները քալու парքինքով ինչ են շատ մեծ է։ Ոչինչ է, ոչինչ։ Հետևաբար միլար խոսքը կնշանակե ցավը վերջը չէ, վերջը փառավոր է։ Ինչպես որ Տեր Հիսուս այս մերելը հարուցանեց, մեզալ պիտի հարուցանե եւ փառավորյալ անաբագանացու մարմինով դերոջի հետ պիտի լանք հավիտյան։ Այս է մեր վերջը։ Երբ ունիկ որ գսե ո՞ր սիրուն աբակա, երբ պիտի միանանք վերջ եզերք։ Այս է մեր հույսը։ Չորրորդ ճշմարտություն մեր դեր այս մոր սիրույն լացին եւ ցավի մեջ հավատք տեսավ։ Մայրը իր մեկ հատիկ տղան թաղելու գերտար գտաներ։ Ինչ խնդրեր իր շուրջիներեն։ Ինչ խնդրեր։ Որու աղերսեր։ Ուր գտներ իր մխիթարությունը։ Այս մոր հավատքը կորձերով չարդայդվեցավ։ Հաբա ցավի եւ լացի միջոցով եւ սրդերը քնող ու խորհուրդները գարտացող Տեր Հիսուս տեսավ անոր հավատքը։ Անմխիթար մայրը շրջապատված էր մարդոցմով, որոնք չէին գրնար մխիթարել եւ հույսներ շնչել։ Գգարտանք ու քաղաքին շատ ժողովուրդը անոր հետ էր։ Ժողովուրդը, որ Հիսուսի հետևեին, միայն ֆիզիկական օրդություններ վայել, հիվանդները բժշկել, ուդել եւ ֆիզիկական բարիկներ, իսկ անոնց կրոնական առաջնորդները միտքով գույր, մոլերանտ, ավանդաբաշ դարձած էին, քանի որ փոխանակ մտքերնին լուսավոր աստվածաբաշտ ըլլալու
հագարակ բիդլան երկուքեմ մեկը կամ ավանդաբաշ մոլերանտ գույր միտքով կամ լուսավոր միտքով աստվածաբաշ եւ երբ գույրը գույրին գարաշտորթեն երկուք տալ փոսի գինան այս հերջ գինը ուր գտներ իր մխիթարությունը այնինչ որ իր շրջաբադը գտնվող մարդիկ չգրցան տեսնել Հիսուս տեսավ երբեմն մենք այնքան ընջված գլանք ստեղծված բարակայում պատճառով եւ այնպեսի վիճակի մը գմատնվինք որ չեք կրնար խոսքերով մեր հավատքը արտահայտել սակայն Տեր Հիսուս գտեսնե Աստված սիրելիներ բեք չունի բարեր լսելու շիդակ նախատասություններով խոսքեր լսելու որբեսի մեր ներքին վիճակը հասկանա որբեսի հասկանա մենք ինչպեսի բարականերու մեջ կգտնվենք խոսքեր պետք է լսե որ հասկանա Աստված երբեք պիչսե ինչ կսես զավակս չեմ հասկանար շիդակ խոսիր լավ խոսիր միտքը չեմ հասկանար պիչսե ան մարդ չէ մեզ նման մարդ չէ մենք դագավին չխոսած ան մեր սիրտը գիտե գտեսնե ինչու համար աշուշտ ասկեբեք չէ եզրակացնենք որ ուրեմն չաղոթենք ոչ հավասարակշռութենը դուրս ելնելու գարիքը չկա բիդաղոթենք շարունակ բիդաղոթենք բայց Աստված գարիքը չունի մեզ լավ շարադրություններ աղոթներ լսելու որբեսի ասե օքեյ հիմա հասկացա հիմա սրբակրեցիր Աստված գիտե ինչու համար Տեր Հիսուս ցերկովը թակաղին տվավ հին ուխտի դեսության մեջ ով որ մերելի թփչեր բիղձ գսեպվեր եւ բադիժի կենթարգվեր Դերը ցերկը տպծուց ոչ թե թակաղը դանողները գանք առնելու համար, հաբա ցույց տալու համար իր սրբությունը Աստուծո որդի ըլլալը։ Ցույց տալու համար, որ ինքն է կյանքը եւ եկած էր կյանք տալու։ Ցերկը թակաղին տնելով ցույց տվավ, որ իր մարմինի մեջ միացած է իր աստվածությունը։ Վասնզի առաքյալը գսե Անոր մեջ կփնագի աստվածության բոլոր լեցունությունը Կողոսացիս 2:9 Բոլոր անոնք որ մերելներ ողջնցուցած են Եղիայի, Եղիսեի եւ անոնց նման ուրիշներ անոնք Աստուծո աղոթեցին որբեսի մերելը ողջնա սակայն Տեր Հիսուս ինք հրանքեց առանց աղոթելու ով բադանի Քեզի գսեմ ելիր եւ ելավ Ղազարոս դուրս եկուր եւ Աստուծո որդուն խոսքը կյանք տվավ ըսավ ու գդարվեցավ եւ այս մեզ գտանի ստեղծագործության Աստված ինչպես ստեղծեց Աստված լույսը ըսավ եւ լույս եղավ ըսավ ու եղավ Հետևաբար ով է ան զոր գբաշտենք, գսիրենք եւ անոր համար գաբրինք, Աստված, մեզի կյանք բարգեւողը։ 5-րդ ճշմարտություն Ղուկաս ավետարանիչ երբ թեփքը կնկարագրե գարջ նախատասություն մգսե։ Ու դվավ զանիգա իր մորը։ Տեր Հիսուս երբ հրաշքներ կգադարեր Նպատակը իր զորությունը ցույց տալու համար չէ որպես թե ինք սուպերմեն է ինչպես ասանք այսօրվա սուտ մարգարեները փեմերու վրա գվխտան որպես թե հրաշքներ գդարող ասանք գաղոթեն Հիսուսի անունով գհրճագեն բժշկությունը բարգերետ փակված են Հիսուսի անունով բիզնեսը լավ դերտա իրեք սիրենք թիմադեդրներու արչև Facebook-ի մեջ, YouTube-ի մեջ այդպես մգցեվացնեն որ որպես հրաշքներ գդարող մարդիկ են արդասովոր անձեր են Տեր Հիսուսի նպատակը սիրելներ իր բոլոր ծառայության ընթացքին իր աստվածությունը ցույց տալով մեկտեղ անմիշտ եւ միշտ
մարդոց խղճալով, ողորմելով, սիրելով եւ հեզությամբ կծարայեր եւ ոչ թե ինքսինքը ցույց տալու համար եւ հաջող կսեր բժշկվող անցին մեգումը միսեր առաջ որ թակաղին թփչի մորը ըսավ միլար հույս եւ հավատ ներշնչեց որ մետքը դղան ողջնցնելով մորը դվավ ինչ է մեր սորվերիկ տասը Հիսուսի հուսացողը ամոթով չմնար անինչ որ գսե հավատա մեր բարակային ավետարանին Աստծո խոսքին հավատալ անշարունակ կխոսի Աստվածաշունչի միջոցով միշտ կխոսի այս մոր բարակային թեմ արդեն հանդիպում էր ֆիզիկապես դեսանելի էր Հիսուսի դեսավ ըսավ միլար եւ մերելին մայրը հավատաց երբ ըսավ միլար իսկ մենք որ ֆիզիկապես Հիսուսը չենք տեսներ անոր ուսուցումներուն բադվերներուն հնազանդելով մեր հավատքը կհայտնենք եւ անոր անցին վրա մեր հույսը գտնենք ան Աստված է ամենակետ է ամենագարող է ան նույնն է երեք այսօր ու հավիտյան ուստի անոր խոստումներուն գվստահին որ բոլորը այո եւ ամեն են Բողոսարակյալ Գորոթացվոց մեջ երկրորդ Կորինթացիս 4 7-րդ համարի մեջ այսպես կսե երկրորդ Կորինթացիս 4-րդ գլուխ 7-րդ համարը պիտի գարտամ եւ 8-ը Արդ մենք այս քանցը հողի ամաններու մեջ ունենք որբեսի զորության արավելությունը Աստծուց մելա ու ոչ թե մեզ մե ամեն կողմանը վշտացած ենք բայց նեղը ինգած չենք գարոդյալ ենք բայց հուսահատած չենք այս է մեր հավատքը Քրիստոսի վրա հիմնված Սամուելի մայրը Աննան որ զավակ չեր ունենար երբ դաջար քնած աղոթելու եւ երբ հեղի քահանան հասկացավ վիճակը սկիզբը գարձեց որ արփեցած է քինով է երբ որ հասկացավ վիճակը Աննա ասավ ես վշտացած սրտով գիմ մնեմ Դերոջ առջև իմ սիրտս փացի Հեղի քահանան երբ հասկացավ լսեց այս խոսքերը ասավ քնա խաղաղությամբ Իսրայելի Աստվածը քու խնդրված կդ քեզի դա Աննա հավատաց ըսված խոսքին եւ կգարտանք ու երեսը մեյ մնալ չդրտնեցավ հավատքը այս կնե եթե Աստծո ծառաներուն կհավատանք որքան ավելի հավատալու ենք հարուցյալ Քրիստոսի անե մեզի ճշմարիտ հույս ներշնչողը ու տվավ իր մորը Դերոջը գդարած հրաշները եւ անոր բոլոր կորձեր մինչեւ այսօր ուրիշները ուրախացնելու համար են որբեսի մարդը ուրախ լա եւ Աստծո կորձերը դեսնե անոր սերը ողորմությունը շնորհքը դեսնե եւ քիդակցությամբ հոժարությամբ անոր մոդենա եւ բաշտեզայն Աստծո բոլոր կորձեր այդ ուղությամբ կասկած չկա որ այս մայրը Հիսուսի հետևո եղավ Նույնպես իր դղան եւս Հիսուսի աշակերտ դարձավ քրված չէ դրամապանությունս գսե այս Եթե քեզի հետ այսպեսի բամը բադահեր դերը մերած դղատ ողջնցներ ինչ պիտի լարկուտիր կորոշումդ Thank you շնորհակալ եմ Գեցիր քեզի մեկ հատ քեկ մդամ Այդպես պիտի լար Բոլոր սրտովդ պիտի նվիրվեիր, անոր պիտի հետևեիր, և անոր համար քու կյանքը դալ պիտի հոժարեիր դալու։ 6-րդ ճշմարտություն և ասով բավարարվենք, զոր կտեսնենք այս դեպքի մեջ, Տեր Հիսուսի ներկայությունը փոփոխություններ առաջ կբերե։ Այս մոր համար կատարված դեպքը անմոռանալի մնաց մինչև իր կյանքին բաղջանին։ Թաղման թափորը փոխվեցավ կյանքի թափորի։
Այս մոր պերնին մեջ ձամոն եղած էր, իմ դղաս մերած էր ողջնցավ խոսքերը։ Դեր Հիսուսի ներկայության եւ անոր կորձերուն իբր հետևանք եղելության վգան դարձավ այս մայրը։ Բոլորին գվգայեր, որ Հիսուսի ներկայությունը եւ անոր խոսքերը դիրող գացությունը փոխեց, դրաս թաղելու գերտայի, հիմա ողջնցած դղուս հետ դուն գվերաթարնամ։ Գարտացինք ու երբ քաղաքին թրանը մոտեցավ։ Բադահմամ չէր, որ Հիսուս թեբինային քաղաքը գերտար, եւ այդալ ճիշտ այն ժամուն, որ մերելը գդանեին թաղելու։ Երբեք բադահմամ չէր, ոչալ փախտեր, հապա ասվածայի ծրակիրին մեջ գար, որ որպևարի մորմը մերած մեկ հատիկ դղան ողջննար, այո, բադահմամ չէր, ոչալ փախտի պերմամ, մենք փախտի չենք հավատար, մեկը ցես չխապե, փախտը այսպես հրավ, փախտը այնպես հրավ, եւ վայ այն մարդուն, որ զասված փախտին կործագիցը գդարցնե, ասված փախտը սփացավ, ասված փախտին է չի կործակցեցավ լավ, փախտս չի փացավ, ասված հանցավոր է, չլա որ այս մեղքը կործես։ Ինչ կսորվինք այս թասեն, ինչ հոգևոր թաս կա։ Մեր կյանքի դխուր եւ հուսատ վիճակներու մեջ Աստուծո ներկայությունը փոփոխություններ հարաճ կբերե։ Անոր խոսքը եւ Սուրբ Հոգվույն ներկործությունները մեզ կմխիթարեն։ Հարցը հավատալու, վստահելու ենք անոր ներկայության, անոր խոստումներուն եւ այն ադեն մենգալ այս մոր նման մխիթարությունը պիտի գտնենք։ Մենք շատ վկայություններ ունենք, որ դխուր եւ անհաջելի վիճակներու մեջ երբ հավատքով մեր սիրտը եւ ցայնը Աստուծո փարսացինք, անմիջամտելով բարակաները փոխեց եւ մենք մխիթարվեցանք։ Դերը բարի է, իր բոլոր ծրագիրները բարի է։ Վստահին անոր։ Աստված օրհնեց է սիրելի մայրեր եւ մեծ մայրեր եւ մեզ բոլորիս ըլլավոր անոր գարչինք։ Անիգա ամեն բանի կարող է, ամեն բան կտեսնե եւ բարականերու վրա իշխող դեր է։ Իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջմեն այս կարևոր պատգամին համար, որ մեզի ներկայացվեցավ, սակայն երկու վրիբումներու համար գուզեմ անդրադառնալ, նախ ուրախ ենք, որ Լինդան մեր մեջ կգտնվի, նաև երկար բացակայությունը վերջ ազնիվ քույրն մեր մեջ է, դերը զորացնե երկուքինալ եւ ուրախ ենք, որ կարողացաք խոսալ։ Նաև պիտի խնդրեի, որ մեր բոլոր մայրերը ոտքի գայնին եւ երեք մարդիկ եւ մնացածները ծափարությունով շնորհավորենք զիրենք։ Հրակ դալ չի գա։ Դերը օրտնե եւ վարձադրեց էր բոլորը։ Պիտի վերջացնենք երկելով 50-րդ երգը, որում վերջին դունը ոտքի եւ հովիվին աուտկով պիտի փակենք։ Փառք է քալել անոր հետ, որ զիս փրկեց իր արյունով։ Փառք է քալել անոր հետ, որ զիս փրկեց իր արյունով, զմայլում է հոգույս ամենով։ Փրկություն է երբ նա ինձ այն զգալ ամեն
պարկ է իրեն հետ կալել, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Իմ քայլերս նա միշտ գուղ է, թե անցնիմ սարեց օրեր, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Ոչ պարկ է սկալ զայն մոտ, երբ շուկերը գերգարին, վստահությամբ անորաղոտ Ոչ պարկ է մնալ իր կով, երբ ամբերը հարադին, այո պարկ է իրեն հետ կալել, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Իմ քայլերս նա միշտ գուղ է, թե անցնիմ սարեց օրեր, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Փառք պիտի Ալլահ Հիսուսի հետ կալել, ոսկյա եզրին վրա չփաշնվիլ իր մեհավիտյան, Ով միշտ ապրիլ փրկչիս հետ հիանալի փառք պիտի Ալլահ, Անթիվ տարեր փառք իր սուրբ անվան, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Ոչ պարկ է իրեն հետ կալել, Իմ քայլերս նա միշտ գուղ է, թե անցնիմ սարեց օրեր, Ոչ պարկ է իրեն հետ Այով դեր մեծ բադիվ է մեզի և պարկ է քեզ ետ կալելը, քեզ ունենալ մեր կյանքերու մեջ, որպես առաջնորդ, խորհրդատու, խաղաղության իշխան, փրկիչ դեր և թագավոր, պարկ ու դանգով դեր, օգնե մեզի, որ բոլոր սրտով քեզ ետ կալենք։ Եվ այս պահուս հատկապես գաղութենք մեր սիրելի մայրերուն և մեծ մայրերուն համար, օրհնելով օրհնես, առողջ պահես իրենք, Եվ դեր ըլլա որ քո հոգիդ այնպես մկործե, որ անոնք միշտ քեզմով ուրախ ըլլան։ Արձակես մեզ քո խաղաղությամբ, փառքիդ համար, ամեն։